Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստան համայնքական հիմնադրամն իր երկարամյա գործունեությամբ դարձել է յուրահատուկ առանց, որն իշխում է համախմբել 100 հազարավոր աշխարհասփյուռ նվիրատուների։ Հայաստան Սփյուռք կառուցողական համագործակցության շնորհիվ այն իր առջև դրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ, բազմաբնույթ կենսական ծրագրեր իրականացնելով Հայաստանում և Սփյուռքում։ Տարիներ շարունակ հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական ծրագրերը գտնում են էլ ավելի մեծածավալ բնույթ և ներկայանում նոր ձևաչափով, ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բնակարանաշինությունը, առողջապահությունը, հումանիտար օգնության տրամադրումը, սոցիալական աջակցությունը, կրթությունը, ենթակառուցվածքների վերականգնումն ու զարգացումը, վերականգնվող էներգիայի լայնածավալ կիրառումը, կրթությունը, դպրոցաշինությունը։ Ձեր ձեռքին է Հայաստան համայնքական հիմնադրամի 2024 թվականի տարեկան ծրագրային և ֆինանսական հաշվետվությունը, որտեղ ներկայացված են հիմնադրամի կողմից իրականացված հսկայածավալ աշխատանքները։ Հիմնադրամը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր համազգային նշանակություն ունեցող ծրագրերի, ինչպես նաև արդյունավետ գործունեության և աշխատանքի բարձր որակի շնորհիվ։ Արդյունքը 2024 թվականի Քեզ համար Հայաստան հերթամարաթոնի ընթացքում գրանցված գումարն է՝ շուրջ 15.4 միլիոն ԱՄՆ $։ Կարծում եմ, որ հայրենիքի համայնքների զարգացումը պետք է մնա հիմնադրամի ու համայն հայության ուշադրության կենտրոնում և սույն թվականի դրամահավաքը պետք է նույնպես լինի 2024 թվականի հերթամարաթոնի տրամաբանության մեջ, դրանով իսկ ապահովելով հիմնադրամի ծրագրային ճկունությունը։ Ֆինանսական հաշվետվության մանրամասները թողնելով աուդիտորական ֆոնդի ներկայացմանը, նշեմ միայն, որ ընդհանուր առմամբ 2024 թվականի ընթացքում հիմնադրամի կենտրոնական հաշիվներին տեղական հանձնախմբերից և անհատներից փոխանցված գումարներն ու նյութական նվիրատվությունները կազմել են 2,691,825,248 դրամ։ Միևնույն ժամանակ 24 թվականի ընթացքում իրականացվել է 1,633,258,691 դրամ արժողությամբ ավելի քան 50 ծրագիր, շուրջ 40 համայնքում ավելի քան 55 շահառուների համար։ Ծրագրերի մի մասն երկրաժամկետ են և շարունակվում են 25 թվականին։ Այս տարի ևս շարունակելու են կանգնել սահմանային համայնքների և իր բնակիչների կողքին, միևնույն ժամանակ սատարելով նաև արձակցիներին, որոնց առնչվող ծրագրերը կրելու են շարունակական բնույթ։ Այժմ Հայաստան համայնքական հիմնադրամի կողմից 2024 թվականին իրականացրած ծրագրերը կներկայացնեն ոլորտ առ ոլորտ։ Բնակարանաշինության ոլորտ։ Հայաստան համայնքական հիմնադրամի հեռահար նպատակը սահմանային համայնքների կայուն զարգացման հիմքերի ստեղծումն է, որի առաջնային բաղադրիչն է նաև կարիքավոր հայրենակցի ընտանիքով ապահովելն ու իր հողում գործելու հնարավորություն ընձեռելը։ Մեր Գյումրի ծրագրի շրջանակում հիմնադրամը Գյումրու Հուշ 2 թաղամասում 2015-2024 թվականների ընթացքում հիմնել է 4 կազմաբնակարան շենքերից և 1 մանկապարտեզից բաղկացած ժամանակակից թաղամաս, բնակավաններում բնակվող գյումրեցիների համար։ 2024 թվականի շահագործման հանձնվեցին 4 շենքերից 2-ը, 50 բնակարանով։ Ծրագրի երկրորդ փուլի արժեքը ավելի քան 5 միլիոն ԱՄՆ $։ Մեկ այլ բնակարանաշինական ծրագրով Լեռնագոգ համայնքում կառուցվել է 14 տուն, որի շահառուներն են Արցախից տեղահանված բազմազավակ ընտանիքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 միլիոն 20,000 ԱՄՆ $։ Իսկ Սյունիքի մարզի ներքին Խնձորես գյուղում կառուցվել է թվով 6 բնակելի տուն, կրկին Արցախից տեղահանված, ինչպես նաև համայնքի խոցելի ընտանիքների համար։ Ծրագրի արժեքը շուրջ 540,000 $։ Առաջարկում եմ դիտենք բնակարանաշինության ոլորտին վերաբերող տեսանյութը ծրագրերի մյուս մանրամասներին ծանոթանալու համար։